Ողջույն Նորագիր Նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստեյությանն է մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք ԴՕԿ կուսակցության падգամավորության թեկնածու ռեժիսոր Սարգիս Արզումանյանին։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ, որ հրավիրել եք ինձ արդեն այս դիրքերից։ Պարոն Արզումանյան, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվել եք ԴՕԿ կուսակցության նախընտրական ցուցակով։ Ինչու որոշեցիք արվեստից այսպես ասած անցում կատարել քաղաքականություն եւ ինչու հենց ԴՕԿ կուսակցության ցուցակով։ Շատ լավ, արվեստից քաղաքականություն, այսպես ասած, չեմ տեղափոխվել, մասնագիտությունս չեմ փոխել, պարզապես գործիքակազմս եմ ավելացրել պայքարելու մշակույթի համար։ Ընդհանրապես սա, որովհետեւ որ պետք է վստահորեն ես ինձ խոստում եմ տվել անպայման պաշտպանել մշակույթը, ել չեմ ասում արժեքները մեր հայկական արժեքները, որը որ նկատելիորեն կամաց արժեքազրկվում են եւ վերանում են մեր միջից որպես քաղաքացիներ։ Իսկ ինչ վերաբերվում է ինչի ԴՕԿ կուսակցություն, որովհետեւ մի ցավալի, այսպես ասած, բացահայտում անեմ, այս ընթացքում շատ չասեմ թվով մի քանի կուսակցություններից եւս եղել են առաջարկներ ինձ իրենց հետ մասնակցելու ընտրություններին, բայց ընթացիկ խոսակցությունների ժամանակ, քննարկումների ժամանակ կարծես ընդհանուր գաղափարները չհամընկան։ Երևի թե միայն ԴՕԿ կուսակցություններ, որ մշակութային մասով եղավ համաձայնություն, որովհետև ԴՕԿ կուսակցության համար շատ կարևոր է մշակութային արժեքը։ Երևի հավանաբար մյուս կուսակցությունների համար ցավալիորեն մշակույթը մղված է երկրորդ, երրորդ պլանում։ Առաջնային խնդիրը ավելի սոցիալական խնդիրներն են, երկրի պաշտպանությունը, բայց երկրի պաշտպանության հետ զուգահեռ ԴՕԿ կուսակցության համար կարևոր է մշակույթը։ Դրա համար ես համաձայնեցի լինել ԴՕԿ կուսակցության շարքերում որպես մշակույթը կրող անձ, առավել ևս ունենալով նպատակներ պաշտպանելու մշակույթը, համաձայնեցի իրենց հետ գնալ ընտրությունների։ Այսինքն կուսակցության քաղաքական օրակարգում մեծ դեր ունի, կարևոր դեր է զբաղեցնում մշակույթը իրենց առաջնահերթությունների մեջ է։ Այո, առաջնահերթությունների մեջ է մշակույթը, մի քանի կարևոր հանգամանքներ կան, դա մշակույթն է, գիտությունն է, ուսումն է եւ այսօրվա իրավիճակում թիվ 1 իհարկե խնդիրը դա երկրի պաշտպանությունն է, բանակն է, հա, այս խնդիրներն են, որոնք որ երկրորդական չեն, հա, գիտություն, մշակույթ, նորից կրկնեմ, կրթություն, որը շատ կարևոր է եւ արդեն բանակ։ Սրանք այն կետերն են, որոնց մեծ ուշադրություն է տրված ԴՕԿ կուսակցության կողմից, որը ես ավելի քան վստահ եմ, մենք պատվով անելու ենք այն ինչը, որ մասնագետները, ովքեր որ հանձն են առել այդ ամեն ինչը իրականացնելու, նրանք պատվով կիրագործեն այդ նպատակները։ Կուսակցության առաջնորդը տևական ժամանակ է անազատության մեջ է եւ շատերը կարծում են, որ առանց նրա ակտիվ մասնակցության, առանց այդ պարականոն բառապաշարով եթերների անցողիկ շեմը կուսակցությունը չի կարող հաղթահարել։ Ինչպես կմեկնաբանեք այս տեսակետը եւ արդյոք այսպես կուսակցության առաջնորդի բացակայությունը, այսպես ասած, հուսահատություն կամ խնդիրներ չի առաջացնում կուսակցության անդամների համար։ Ուրեմն դա երևի թե շատ սխալ մեկնաբանություն է հանրության կողմից կամ գիտակցում է, սխալ գիտակցում է, որովհետև այստեղ առաջնորդի ֆիզիկապես լինելը կարծում եմ այդքան էլ կարևոր չէ, որովհետև կա հանձնարարություններ, որը որ մենք կատարում ենք եւ կան գաղափար։ Այս բոլոր մարդիկ հավաքված են գաղափարի շուրջ։ Իսկ գաղափարը դա ֆիզիկական անձ չի, բոլորս էլ գիտենք, դա գաղափար է, որը որ պետք է իրագործել։ Իսկ առաջնորդը այդ գաղափարը կրողն է, գաղափարը ստեղծողն է եւ այդ գաղափարը իրականացնելու համար հերվից շատ սիրուն կարող է համակարգել եւ կարողանանք բոլորս միասին կատարել այդ գաղափարը կյանքի կոչել, հա, նույն մեր առաջնորդը տևական ժամանակ է արդեն ինքը անձամբ ներկայացնում է մեր ծրագրերը, ուզում եմ ասեմ նա կոտրված չէ, հեռավորության վրա առավել եւս բանտում կարողանում է համակարգել նաեւ ժողովրդին ներկայացնել այն ինչը որ պետք է անի ԴՕԿ կուսակցությունը։ Ուզում եմ ասեմ դա մի տեսակ
թյուրն բռնում է հանրության կողմից ֆիզիկապես ներկա չլինելը։ Վարդան Ղուկասյանը ոչ թե 1 տարի բանտում այդ հատվածը վերցնենք, դրանից առաջ էլ երկրում չի եղել, բայց երկրում բազում հարցեր է կարողացել լուծել, կարող են փաստել շատ մարդիկ, որ հեռավորության վրա նա կարողացել է ֆիզիկապես նորից ներկա չգտնվելով շատ ու շատ հարցեր լուծել։ Ուզում եմ ասեմ, առաջ ընկնելով ասեմ, որ թեկուզ եւ ցուցակում չգտնվելով այսօր նա կարող է իսկապես ավելի քան վստահ եմ ես, որ կկարողանա նա անել այն ինչը, որ իր մտքում, իր գաղափարներում կան։ Արդեն ձեր խոսքում էլ նշեցիք, որ Վարդան Ղուկասյանը ցուցակում չկա, Կենտրոնական դրական հանձնաժողովը կուսակցությանը գրանցեց, բայց Վարդան Ղուկասյանին ոչ, որտեղ վերջին 4 տարին Հայաստանում բնակություն չէր հաստատել։ Ով է այդ դեպքում ձեր կուսակցության վարչապետի թեկնածուն եւ նախապես հաշվի չէիք առել, որ նման խնդիր կարող է առաջանալ։ Հաշվի առել էինք այնքանով, որ մենք չենք կարծում, որ ուժերի հանդեպ պետք է լինի այսպիսի անհավասար պայմաններ, որովհետև Վարդան Ղուկասյանը իր կամոք չի, որ Հայաստանում չի, նա հարկադրված է, որ Հայաստանում չի գտնվել, առավելևս տարի 6 ամիս գտնվելով բանտում, Սա մի տեսակ նորից եմ կրկնում, ոչ հավասար պայմաններ է քաղաքական ուժերի լիդերների մեջ։ Իսկ ով է մեր վարչապետի թեկնածուն, դա ակնհայտ է, որ Վարդան Ղուկասյանն է, որովհետև պարտադիր չէ վարչապետի թեկնածուն լինի ցուցակում կամ առավելևս առաջին համարում։ Մի հետաքրքիր բան կա ժողովրդի մեջ, մենք կարծես գնում ենք բոլորս ընտրելու վարչապետ։ Եկեք ֆիքսենք, որ մենք չենք գնում բոլորս ընտրելու քաղաքացին չի ընտրում վարչապետ, չէ՞։ Ինչպես է վերնագիրը ընտրությունների, ազգային ժողովի ընտրություններ։ Մենք գնում ենք ազգային ժողով ձևավորելու, որից հետո ովքեր որ կլինեն մեծամասնություն, մենք կարծում ենք, որ դա մենք ենք լինելու, այդ ուժը արդեն նոր ներկայացնում է իր վարչապետի թեկնածուին եւ ընտրում են, շատ պարզ մեխանիզմ է, վարչապետի թեկնածուն այսպես ժողովրդի համար կամ ժողովրդին ներկայացնելու համար այդպես ցուցադրական բան է, որ ներկայացնում ենք եկեք ժողովուրդ ընտրեք, որովհետեւ բոլորի նայում ենք պաստառները, ոչ թե կուսակցության անուններն են մեծ գրված, այլ կամ գաղափարներն են մեծ գրված, այլ հենց իրենց վարչապետի թեկնածուն, այսինքն անձնավորում ենք այս ընտրությունը, բայց այնինչ ԱԺ-ն ինքը ինստիտուտ է, որը որ պետք է գնալ եւ կարողանալ այն գաղափարները, ինչը որ ժողովրդին խոստանում են կամ ներկայացնում են, կյանքի կոչել այդ գաղափարները։ Պետք է գաղափարներին տալ ընտրությունը, այլ ոչ թե ֆիզիկական անձին։ Ընտրություններին մասնակցում է 17 կուսակցություն, 2 դաշինք։ Ինչով է ձեր կուսակցությունը տարբերվում մնացածից, ինչի պիտի հանրությունը գնա ընտրատեղամաս եւ ձայն տա հենց ձեր ուժին։ Շատ պարզ բանի համար, եթե մենք այսօր տեսնում ենք քարոզարշավը սկսվել է, դուք նկատած կլինեք, որ մենք չկանք փողոցներում, որովհետև մենք ժողովրդին համոզելու ոչինչ չունենք։ Մենք ավելի քան վստահ ենք մեզ վրա, որ մենք անելու ենք այն ամենը, ինչը որ մենք մեր առաջ խնդիր ենք դրել, այն նպատակները։ Մի հետաքրքիր համեմատություն անեմ, 8 տարի է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եղել է իշխանության, այսինքն արել է որոշակի գործեր, բայց այսօր դեռ ժողովրդին համոզում է, որ իրեն ընտրեն։ Այնինչ ժողովուրդը այդ 8 տարվա իր տեսած աշխատանքի շնորհիվ պետք է ընտրեր կամ չընտրեր, բայց այսօր նրանք դուրս են եկել փողոց ու ժողովրդին համոզում են դեռ, որ իրենց ընտրեն։ Իսկ մենք տարբերությունն էի ասում, եւ մնացած այլ քաղաքական ուժերը, որոնք ժողովրդին քարոզ են անում, համոզում են, իսկապես թող բառս այդպես բան չհնչի, բայց մուրում են քվե, Մենք քվե մուրալու խնդիր չունենք, որովհետեւ մենք ավելի քան վստահ ենք մեր ուժերի վրա։ Ծրագրերը ներկայացնելը ժողովրդին, թիրախավորում ենք ժողովրդին տարեցներին, ըստ բաների, թիրախավորում ենք եւ լավ բաներ ենք խոստանում, արդյունքում մենք ինչ ենք անելու։ Նորից վերադառնալով քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը 8 տարի առաջ խոստացա որոշ բաներ, բայց արդյունքում գործողություն որպես այդպեսին մենք չնկատեցինք։ Ես չեմ կարծում, որ մի քաղաքական ուժ գալու է եւ ժողովրդին ներկայացնի այնպիսի բաներ, որ ժողովուրդը ասի լավ, իրենց չի կարելի ընտրել,
փոխել։ Կա մի քաղաքական ուժ, որ գալիս է ասի, որ մենք թոշակները չենք բարձրացնելու։ Կա մի քաղաքական ուժ, որը ասելու է մեր սահմանները չենք ամրապնդելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Ձեր նշած 17 կուսակցությունը եւ 2 դաշինքը լավ մեզ դուրս բերենք, բոլորը նույն բանն են ասում, չէ՞ ծրագիր, մեկը թոշակը բարձրացնում է 10,000 դրամ, մյուսը բարձրացնում է 15,000 դրամ, բայց նույն բանի մասին ենք խոսում։ Լավ կլինի չխոսել, այլ գործել։ Մենք ամփոփելով հարցի պատասխանը, մենք տարբերվում ենք դրանով, որ մենք գործ անող մարդիկ ենք, այլ ոչ թե պարզապես խոստումներ տվող մարդիկ ենք։ Մենք գիտենք մենք ինչի համար ենք առաջադրվել եւ գիտենք մեր պոտենցիալը, թե մենք ինչեր կարող ենք անել։ Պարոն Արզումանյան, գիտենք, որ մեր հանրության շրջանում միանշանակ չի ընդունվում այն, որ այլ ոլորտի մարդը, այսպես այլ ոլորտի ներկայացուցիչը, մասնավորապես մշակութային օրինակ գործիչը սկսում է զբաղվել քաղաքականությամբ։ Ինչպիսի արձագանք ստացաք թատերական եւ մշակութային շրջանակներից քաղաքականության մեջ մտնելուց հետո հնչեցին մեղադրանքներ։ Մեղադրանքներ չէ, որովհետեւ բոլորը իմ շրջապատում գոնե ինչ ճանաչողները գիտեն իմ ազնվության վրա կասկած չկա այդտեղ, որովհետեւ գիտեն, թե ես ինչի համար եմ ես հայտնվել այստեղ, որովհետև մեղավոր են այսօրվա եւ մնացած իշխանությունները, որ ես հայտնվել եմ այստեղ, զբաղվում եմ այստեղ։ Խնդիր չի դա, ես ասեցի, որովհետև ես մասնագիտությունս չեմ փոխել։ Ես ընդամենը եկել եմ պաշտպանելու իմ ընկերներին, եկել եմ պաշտպանելու մեր ժողովրդին արժեքային առումով, հա, ավելի մեծ մասշտաբով։ Դրա համար մեղադրանքներ չեմ կարող ընդունել, որ ինձ պետք է մեղադրեն, ինչի համար ինձ պետք է մեղադրեն, ես ինչ եմ արել, որ ինձ պետք է մեղադրեն, հա։ Հակառակը ինձ ասում են, որ մենք ինչով կարող ենք քեզ աջակցել, քո կողքին լինել, որպեսզի այն նպատակները, ինչը որ ես ունեմ, ինչը որ կիսվել եմ գոնե իմ շրջապատում, որ դրանք կյանքի կոչվեն։ Եթե ընտրությունների այսպես վերջնարդյունքը կախված լինի ձեր ուժից, կնպաստեք իշխանափոխությանը, թե կխոչընդոտեք, որտեղ շատերը այս մասով թերահավատ են հաշվի առնելով 2023-ի Երևանի ավագան ընտրությունները, երբ Վարդան Ղուկասյանի հորդորով հանրային ձայնի անդամները քվորում ապահովեցին, որի արդյունքում Տիգրան Ավինյանը քաղաքապետ դարձավ, երբ կարող էր Երևան ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։ Շատ լավ։ Եկեք հիմա այդ տարածված հարցը բոլորի կողմից, եկեք վերնագրերին նայենք, հա, հանրային ձայն եւ դոկ կուսակցություն։ Որևէ ընդհանրություն տեսնում եք բացի Վարդան Ղուկասյանից։ Ես ցույց եմ տարբերություններ կան, հա, թե մարդկանց միջև թիմի մեջ եւ կարծիքների մեջ։ Վստահաբար ես կարող եմ ասել, որ չի լինելու նման բան, որովհետեւ նա այլ բան էր, հավաքված թիմը, սա այլ բան է։ Առավելևս, որ գոնե մշակույթը այսօր կա այդտեղ, ես կամ այդտեղ, ես վստահեցնում եմ բոլոր այն մարդկանց, որ նման բան չի լինելու։ Հաստատ քաղաքացիական պայմանագրի կուսակցությանը ձայներ չի տրվելու։ Մենք ունենք այսպիսի մի խնդիր մեր առաջ դրված, ոչ նախկիններին եւ ոչ էլ ներկաներին, հա, բայց կա այսպիսի մի առաջարկ եւ նախկիններին եւ ներկաներին, որ մեղավորները, ովքեր որ կպատժվեն օրենքով, հա, ովքեր որ կասեն, կընդունեն իրենց մեղքը, իսկապես կընդունեն իրենց մեղքը եւ կպատժվեն օրենքի ամբողջ ուժով, այդ մարդկանց մենք կընդունենք։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ նման բան չի լինելու, ոչ ոք էլ իր մեղքը չի ընդունելու, ոչ ոք չի պատժվելու, բնականաբար ես նույնիսկ կարող եմ ասել այն հանգամանքը, որ դրա մասին էլ պետք չի խոսել, որովհետեւ մենք չենք կարծում, որ մենք լինելու ենք տոկոսային հարաբերակցությամբ լինելու ենք ավելի փոքր, որ մենք մեր ձայնը տանք ինչ-որ մեկին, հա, մենք կարծում ենք, որ այո, մենք ձևավորելու ենք, մենք ենք իշխանություն ձևավորելու։ Դրա համար օրակարգ որպես այդպիսին հարց մեզ համար, որ մենք մեր ձայնը ում կտանք, մեզ համար դա առաջնային խնդիր չի, հա, մենք չենք գնում մեր ձայները ինչ-որ մեկին տալու։ Մենք ավելի քան մեզ վրա վստահ ենք, որ մենք ենք լինելու իշխանություն։ Ինչ կասեք այն մարդկանց, ովքեր կարծում են, որ արվեստագետները չպետք է մտնեն քաղաքականություն։ Ես չգիտեմ, քաղաքականություն ասելով նախ ինչ ենք հասկանում քաղաքականություն։ Քաղաքականություն ասելով ես հասկանում եմ պետությունը պաշտպանել, մշակույթը պաշտպանել։
կրկնվում եմ ես, ընդհանրապես հիմա կրկնվում եմ, որովհետև ես չեմ մտել քաղաքականություն այլ գործով զբաղվելու։ Ես զբաղվելու եմ իսկապես իմ գործով, մշակութային գործով եմ ես զբաղվելու։ Հիմա որ ինձ հարցեր տակ, օրինակ տնտեսությունից, ես չեմ կարող պատասխանել, որովհետև ես այդ ոլորտի մարդ չեմ։ Իսկ մշակույթի մասով կարող եմ պատասխաններ տալ ձեզ, որովհետև այդ հատվածի պատասխանատվությունը ես վերցնում եմ ինձ վրա։ Ես քաղաքականություն չեմ մտնում, ես մնում եմ իմ մշակույթում։ Եվ այդտեղ անելու եմ այն ինչից որ ուժվում է մշակույթը, ես փորձելու եմ այդ ամեն ինչը շտկել։ Մենք տեսնում ենք, որ այս քարոզարշավի շրջանակներում բազմաթիվ երգիչներ, դերասաններ միացել են ՔՊ քարոզարշավին եւ աջակցում են նրանց։ Նախ ինչպես եք վերաբերվում դրան եւ կարող են այս մարդկանց ՔՊ-ի աջակցությունը նպաստել ՔՊ-ի եւ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի բարձրացմանը հաշվի առնելով նրանց մեծ լսարանը։ Դուք ասեցիք ովքեր են միացել։ Երգիչներ, դերասաններ։ Ովքեր են այդ երգիչներ եւ դերասանները։ Եկեք հասկանանք, Անուններով չէ, անուններով չէ, ես կուզեի արժեքի մասին խոսեինք։ Այսպես ասած ենթատեքստս դա էր, հա, արժեքային մասով իրենք իրենցից ինչ էին ներկայացնում, հա։ Եկեք մարդու անվան մասին չխոսենք, հա, այս ինչան է, ինչը երգիչ է կամ այս ինչան է, ինչը դերասան է կամ եւ այլն եւ այլն։ Եկեք հասկանանք այդ մարդը որպես արվեստագետ, եթե արվեստագետ է, ինչ է ստեղծել որպես արվեստագետ։ 2-3 հատ տեսահոլովակ նկարելը կամ հեռուստատեսությամբ հաճախակի երևալու, ես չեմ կարծում, որ այդ մարդիկ արվեստագետ են։ Արվեստագետ կլինեն այն դեպքում, երբ որ իրենցից հետո բան թողած կլինեն եւ չեմ կարծում, որ իրենք Նիկոլ Փաշինյանի վարկանիշին վարկանիշը ավելի կբարձրացնեն։ Ես կարծում եմ հակառակը ավելի կնվազեցնեն, որովհետեւ մշակութային դաշտում խոսում ենք գիտակից մշակութային դաշտի մասին, գիտակից մարդիկ են։ Եվ շատ լավ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այսօր երկրի ղեկավար չի կարող լինել եւ չէր կարող լինել։ Դրա համար չեմ կարծում, որ վարկանիշը բարձրացնելու է։ Ես նորից կուզեի անդրադառնալ այն հանգամանքին, որ արժեքի մասին ենք խոսում, հա։ Եկեք այդ արժեքազրկումը այսօր տեղի է ունեցել, մենք մեր ժողովրդին ինչով ենք խաբում։ Այդ մարդկանց դեմքերով նորից էլի գալիս ենք անձին։ Նայեք, քիչ առաջ խոսքումս ես նշեցի, հա։ Մարդկանց բերել ենք, որ այս մարդուն տեսնենք, այս մարդու կողքը եւ ընտրենք։ Բա ուր մնաց ծրագրերը եւ գաղափարները, հա։ Վաղվա պետություն կառուցելու մեջ մենք ի՞նչն ենք նայելու, այս մարդու կողքը լինելու հանգամանքը, թե այն ծրագրերը, որ պիտի ժողովրդի համար ստեղծի բարեկեցիկ կյանք։ Էսը ավելի կարևոր։ Այստեղ ժողովրդի մեջ այդ գիտակցումը չկա, որը որ ցավալիորեն շատ վատ է։ Դրա համար մեզ մոտ շատ կոնկրետ կետեր կան, նույն կրթության մասին է խոսքը, որտեղ որ ուսուցիչը չպետք է լինի պարզապես ուսուցիչ, այլ նա պետություն կերտող մարդ է։ Երբ որ երեխային դպրոցում սովորեցնելիս ինքը այնպես սովորեցնի, որ այս երեխան մեծանա, գիտակից բանական մարդ լինի, հա, կարողանա ինքը լավը վատից տարբերակել։ Եվ այսօր դրա համար ուսուցիչների որոշ մարդիկ պարզապես գնում են աշխատանքի, աշխատաժամանակը լրացնում են, աշխատավարձը ստանում են եւ գնում են այլտեղ աշխատելու գուցե։ Դրա համար ուսուցչի, գիտնականի, մշակութային գործչի, բանակու մեր սպաների աշխատավարձը պետք է լինի պետության մեջ ամենաբարձրը, որ այս մարդիկ այլ հոգսերով չզբաղվեն եւ ծառայեն այն նպատակին, որի համար որ կոչված են, հա։ Բայց իշխանությունը այսօրվա կարծես թե դա այդքան էլ թույլ չի տալիս։ Օրինակ տեսեք, մենք միջադեպ ենք ունեցել, որ դպրոցի տնօրենին հեռացրել են աշխատանքից, ինչ թե հրաժարվել է Արցախի դրոշը հեռացնել դպրոցից։ Այսինքն այստեղ ոչ միայն ուսուցիչների խնդիրն է, այլ նաև իշխանության, որտեղ հենց այդ իշխանությունն է կարծես արժեքները մի կողմ դնում։ Մենք հենց դրա մասին ենք խոսում, տեսեք դուք հենց ասացիք նաև տարբերությունը մեր եւ ներկայիս իշխանության։ Իսկ ինչու պիտի ընտրի ժողովուրդը դոկ կուսակցությանը, այլ ոչ թե քաղաքացիական պայմանագիր։ Շատ པարզ խոսակցության մեջ մենք գտանք արդեն տարբերությունը։ Անդրադառնանք նաև Գոյ թատրոնին, հա, նախորդ տարի հունիսից դատական պրոցեսներ են Գոյ թատրոնի փակման հետ կապված։ Արդյոք սա ոտնձգություն չէ մշակույթի
դեմ, ինչպես պիտի դուրս գանք այս իրավիճակից եւ ինչպես պիտի պայքարենք նման նախադեպերի դեմ։ Նման նախադեպերի դեմ պայքարել ինձ թվում է շուտով էլ չի լինի, որովհետեւ դոկ կուսակցությունը կգա իշխանության, ոչ թե թատրոններ կփակվեն, այլ թատրոններ կբացվեն։ Եվ ոչ միայն թատրոններ, հա, մշակութային օջախներ շատ պետք է բացվեն, ողջ Հայաստանում պետք է սփռված լինեն մշակութային օջախներ, որովհետև մշակույթը ավելի քան ես վստահ եմ, որ մշակույթը երկրի տնտեսության շարժիչ ուժն է պետք է լինի, հա, ինքը մենք պետք է մեր մշակույթը, մեր միտքը, մեր ստեղծարար միտքը կարողանանք վաճառել աշխարհին։ Իսկ այսօր մենք որպես մշակույթ այդպիսին վաճառվող մշակույթ, հա, աշխարհում չունենք առաջարկ։ Մենք պարզապես փոքրիկ ինչ որ բաներ ենք անում, ուրախանում ենք ու վերջ, բայց որպես արժեք բառն եմ օգտագործում, աշխարհին ներկայացնելու որպես արժեք կապիտալ վաճառվող ոչ մի բան չունենք։ Իսկ ինչ վերաբերվում է վերադառնալով հարցին, իսկ ինչ վերաբերվում է Գոյ թատրոնին, Գոյ թատրոնը ես ասել եմ ու դեռ կասեմ, չեմ հիասթափվի ասելուց, որ Գոյ թատրոնը չի կարող փակվել։ Գոյ թատրոնը ինչպես դուք եք ասում քաղաքականության մեջ հայտնվել է սա իմ պայքարի շարունակությունն է, հա, որ Գոյ թատրոններ, հա, վերցնենք օրինակը Գոյ թատրոններ չփակվեն։ Իսկապես ցավալի է, այստեղ ասեմ ձեզ արվեստագետը այդքան էլ չի տուժվում, որ փակվում են նման օջախներ։ Ավելի շատ տուժվում է հանրությունը, որովհետև զրկվում է նմանատիպ ներկայացումներից։ Այսօր դուք պատկերացնում եք 23 թվականից մինչ այսօր հանդիսատեսը զրկվել է Գոյ թատրոն հաճախելուց։ Այսինքն հանրային շահը գերակա չեղավ մեր պետությունում։ Էլ ինչի մասին ենք խոսում իշխանության վերընտրվելու մասով, հա, որովհետև նա չի կարողանում ընդունել հանրային շահը։ Մերձ կուսակցական հարցեր են փորձում քննարկել եւ լուծել, ել չեմ ասում առանձին մարդկանց շահերը։ Այս դեպքում, եթե խոսում ենք Գոյ թատրոնի մասով, խոսքը ավելի կոնկրետացնեմ, Սունդուկյան թատրոնի տնօրենի անձնական ամբիցիաներն ու շահերի մասին խոսեմ։ 18 թվականից, եթե չեմ սխալվում, մինչև Գոյ թատրոնի փակվելը փաստացի չի փակվել, կողպվելու մասին է փակվելը, որովհետև մենք չենք կարողանում մուտք գործենք Գոյ թատրոն։ Փակվել ես սա նկատի ունեմ։ Փակվել է 3 թատրոն։ 3 թատրոն է փակվել. խորեգրաֆիայի պետական թատրոնը, կամերային երաժշտական թատրոնը եւ Գոյ թատրոնը։ Բայց 6 ամիս առաջ, ներողություն, 6 ամիս առաջ ԿԳՄՍ նախարարության փոխնախարարը եւ նախարարը ասում էին, որ բացվում է մեր իշխանության օրոք բացվում է թատրոն, նկատի ունենալով համազգային թատրոնը։ Բայց եկեք հասկանանք համազգային թատրոնի վրա պետությունը որպես պետություն ինչքան ներդրում է ունեցել եւ ինչքան մասնավոր շրջան է։ Բնականաբար այդտեղ տոկոսային մասով ավելի շատ մասնավորն է։ Եվ պարոն Արզումանյան, ամփոփելով զրույցը, այսօր դուք ձեզ ավելի շատ ռեժիսոր եք համարում, թե քաղաքական գործիչ, եւ եթե վաղը ստիպված լինեք ընտրել, թատրոնը կընտրեք, թե քաղաքականությունը։ Շատ նման են, ասեմ ձեզ։ Շատ նման են։ Մանավանդ ներկայիս իրականությունը։ Գիտեք ինչի են նման, որովհետեւ ռեժիսորի գործը ինչ է, բեմադրելը։ Բեմադրել ներկայացում, չէ՞։ Ես նմանություն եմ գտել այն առումով, որ մենք մեր երկրի ներկայացումը պիտի բեմադրենք։ Կարծում եմ հասկացաք, հա, ճակերտավոր ասած ներկայացումը, թե ինչ պիտի լինի մեր երկրում, դա էլ է բեմադրություն։ Ես որպես ռեժիսոր իմ մասով բեմադրելու եմ մեր երկրի, լավ իմաստով եմ ասում, մեր երկրի ներկայացումը, որովհետև մեր երկրում պետք է լինի լավ ներկայացում, որ այդ ներկայացումը մեր երկիրը կարողանանք աշխարհին ցույց տանք, ցույց տալու բան ունենանք։ Ոնց է, այստեղ թատրոններում ներկայացումները բեմադրում են, հետո տանում են տարբեր երկրներում ցույց են տալիս, չէ, մասնակցում են փառատոների եւ այլն եւ այլն։ Մեր երկրում այդտենց լավ ներկայացում պետք է բեմադրենք բոլոր իմաստներով ու աշխարհին ներկայանալու բան ունենանք։ Արվեստագետ լինելը օգնում է քաղաքական գործունեություն ծավալելու մեջ, թե ընդհակառակը խանգարում։ Ռեժիսուրան օգնում է, որովհետև կարողանում ես պահերը կարողանալ շուտ որսալ, ել չեմ ասում, մարդկանց կարողանում ես կերպարներին արդեն կարողանում ես շուտ ընկալել, հա, որովհետև մեր գործի
առավելությունն է երևի, որ կարողանում ես կերպարներին բացահայտել։ Երևի դրա համար չստացվեց այլ քաղաքական ուժերում հայտնվելը իմ, որովհետև ես կարողացա միանգամից բացահայտել այդ մարդկանց, բնականաբար ես առերես չասեցի իրենց, բայց ես գոնե ինձ համար պարզ եղավ այդ ամեն ինչը։ Գոնե ինձ համար պարզ եղավ այդ ամեն ինչը, ասեցի շնորհակալություն, արվեստում տես բան կա։ Մենք ձեզ կզանգահարենք։ Շնորհակալ եմ, պարոն Արզումանյան։ Ես էլ եմ շնորհակալ։ Իմ հյուրն էր դոկ կուսակցության падգամավորության տեխնացու ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։ Կհանդիպենք։